Հարսանիքի ամենակարևոր և հիշարժան հատվածներից մեկն անկասկած հանդիսությունների սրահի ձևավորումն էր։ Ռոզա Դավթյանի հարսանեկան արարողության սրահը դարձել էր իսկական հեքիաթային աշխարհ՝ լի նրբաճաշակ և գեղարվեստական լուծումներով։ Ամեն անկյունում կարելի էր տեսնել շատ շքեղ ծաղկային կոմպոզիցիաներ, որոնք իրենց նրբությամբ ու բազմազանությամբ ընդգծում էին օրվա կարևորությունը։ Մանրամասն մտածված էր ամեն ինչ՝ սեղանների ձևավորումը, ծաղկեփնջերի դասավորությունը, բուրող մոմերի քնքուշ բույրը, որը տարածվել էր ողջ տարածքում, լրացնելով հարսանեկան մոգությունը։ Ինստագրամյան իր էջում երգչուհի և միջոցառումների կազմակերպչուհի Աննա Դովլաթյանը հրապարակել էր տեսանյութ, որում տեսանելի էր այս հրաշալի ձևավորումը։ Նա նշել էր, որ Ռոզա Դավթյանի հարսանեկան արարողության դիզայնն իրականացվել էր բացառապես նուրբ և նրբաճաշակ գույներով, փորձելով արտացոլել հարսնացուի քնքուշ բնույթը և օրվա անմոռանալի կարևորությունը։ Աննա Դովլաթյանն իր գրառման մեջ անկեղծորեն հիացել էր կատարված աշխատանքով և հատուկ շեշտել, որ ամբողջ թիմը սիրով ու նվիրումով է աշխատել, որպեսզի ստեղծի մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր մանրուք կհուշեր սիրո, ջերմության և ներդաշնակության մասին։ Նա նաև իր սրտանց բարեմաղթանքներն էր հղել Ռոզա Դավթյանին, մաղթելով անսահման սեր, երջանկություն և համատեղ լուսավոր ճանապարհ։ Նշենք, որ Աննա Դովլաթյանն իր թիմի հետ արդեն երկար տարիներ զբաղվում են նման տոնակատարությունների կազմակերպմամբ և հայտնի է իր բարձր ճաշակով, յուրօրինակ մոտեցումներով և հաճախորդի ցանկությունները մանրամասնորեն լսելու և կյանքի կոչելու արվեստով։ Ռոզա Դավթյանի հարսանեկան սրահի ձևավորումը կարծես դարձել էր օրվա ամենագեղեցիկ լրամշակումը, որը յուրաքանչյուր հյուրի ստիպում էր հիանալ և լուսանկարներ անել՝ հավերժ պահելու համար այդ կախարդական մթնոլորտը։ Արդյունքում Ռոզայի հարսանիքի դահլիճը ոչ միայն հիասքանչ ֆոն դարձավ կյանքի ամենագեղեցիկ օրվա համար, այլև նոր նշաձող սահմանեց հայկական հարսանեկան ձևավորումների մեջ իր նրբությամբ, ճաշակով և զգացմունքայնությամբ։ Արդեն 2 օր է, ինչ հայկական համացանցը լցված է դերասանուհի Ռոզա Դավթյանի հարսանեկան արարողության մասին քննարկումներով։ Սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում և երկրպագուների խմբերում ամենուր զգացվում է հարսանիքի նկատմամբ մեծ հետաքրքրությունը և սիրով լեցուն վերաբերմունքը։ Օգտատերերը հատկապես մեծ ուշադրություն են դարձրել հարսանիքի նրբաճաշակ կազմակերպմանը, հարսի շքեղ, բայց միևնույն ժամանակ համեստ ու նուրբ տեսքին, հրաշալի ձևավորված սրահին և հուզիչ պահերին, որոնք բազմաթիվ սրտեր են հալեցրել։ Բոլորը խոսում են այն մասին, թե որքան գեղեցիկ ու զգացմունքային էր ամբողջ արարողությունը՝ սկսած եկեղեցու պսակադրությունից մինչև ուրախ և շքեղ երեկոն ռեստորանում։ Հատուկ քննարկումների թեմա են դարձել նաև հարսանիքին ներկա հայտնիները, նրանց շքեղ տեսքը, Ռոզա Դավթյանի մայրիկի նրբագեղ կերպարը, եղբոր կողմից պատրաստված հուզիչ անակնկալը, Արսեն Սաֆարյանի կատարմամբ հուզիչ պահերը, որոնց ժամանակ Ռոզան չկարողացավ թաքցնել հուզմունքը։ Բավականին ակտիվ քննարկվել է նաև այն հանգամանքը, որ որոշ գործընկերներ և ընկերներ, այդ թվում հայտնի դերասաններ, բացակայում էին հարսանիքից, ինչը լրացուցիչ հետաքրքրություն էր առաջացրել և հանրության շրջանում տարաբնույթ ենթադրություններ էր հարուցել։ Մարդիկ իրենց հիացմունքն են հայտնել նաև հարսանեկան ֆոտոշարքի, ընտրված երաժշտության, կազմակերպված պարերի ու շաբաշի մասին։ Ռոզա Դավթյանի և նրա ամուսնու սերն ու ջերմությունն այնքան անկեղծ էր, որ յուրաքանչյուր լուսանկարից և տեսանյութից փոխանցվում էր այն դիտողին։ Համացանցի օգտատերերը նաև շեշտում էին, որ այս հարսանեկան արարողությունը դարձել է մի գեղեցիկ օրինակ, թե ինչպես կարելի է ավանդական հայկական հարսանիքը համադրել նրբաճաշակ, ժամանակակից լուծումների հետ՝ պահպանելով մեր ազգային ավանդույթներն ու միևնույն ժամանակ ավելացնելով նոր շունչ ու փայլ։ Ռոզա Դավթյանի հարսանիքն այս օրերին շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում, իսկ նրա երկրպագուները և գործընկերները շարունակում են շնորհավորանքների ու ջերմ խոսքերի հեղեղ հղել սիրված դերասանուհուն, մաղթելով երջանկություն, սեր և ամուր ընտանիք։ Իսկ դուք չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք շոու-բիզնեսյան ամենահետաքրքիր իրադարձությունները։ Իսկ մենք ևս մեկ անգամ շնորհավորում ենք սիրված դերասանուհուն և մաղթում հարատև սեր ու երջանկություն։ Չմոռանաք դուք էլ շնորհավորեք
մեկնաբանություններ բաժնում։